Այսօր կփորձարկենք ելակի տորթի համով ճապոնական լապշա։ Լապշան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է բացել տուփը եւ սովորել ճապոներեն։ Ես քանի որ շատ ուժեղ եմ ճապոներենից, հասկացա որ պետք է բացենք առաջինը։ Հանենք այս տուչկաները։ Լցնենք եռացրած ջուրը։ Քանի որ ես այստեղ տեսնում եմ 5 թիվը, ես զգում եմ, որ դա նշանակում է, որ 5 րոպե ինքը պետք է մնա։ Ժդյո։ 5 րոպե հետո պետք է բացենք այս երրորդը եւ թափենք մեջի ջուրը։ Ջուրը դատարկելուց հետո ավելացնում ենք համեմունքները։ Ինչ ունենք մենք այստեղ։ Ֆու։ Առաջին ավելացնում ենք անլեգալ տեսք ունեցող համեմունքը, հաջորդը էս։ Ֆու ֆոտա գալիս։ Եվ վերջում ավելացնում ենք ելակի սոուսը։ Տեսակ ինչի ոգեշնչում այս սոուսը։ Խառնում ենք այս կասկածելի զանգվածը։ Եվ վերջում ունենք բավականին էսթետիկ տեսք, պրոբոյեմ։ Ահա որ քաղցր ելակի ինչ-որ սպեցիֆիկ խիմոզնի համ։ Ու տարօրինակ հոտ։ Ճիշտ դաշիրակն է։ Իդեպ այս քիմիայի դասին ես վճարել էի 2990 դրամ։ Դա։ Այսօրվա համար այսքանն էր։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք։ Հետևեք ինձ, որ չկորցնեք եւ կարող եք առաջարկել մեկնաբանություններում, թե հաջորդ անգամ ինչ ապուշություն փորձարկենք։